Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, փետրվարին նախատեսվում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցը Հայաստան, նաև Ադրբեջան։ Սա ինչպես եք մեկնաբանում, կարևոր այց կարող ենք սա համարել, թե ոչ։ Միանշանակ դրական եմ գնահատում եւ համարում եմ շատ կարեւոր այց։ Նման գերտերության, նման բարձրպաշտոնյայի այցը մշտապես կարևոր է եղել մեր նման երկրների համար, առավել եւս կարևոր է դառնում դա Թրամփի ուղու եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համատեքստում, նաեւ այդ համատեքստում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ ստորագրած փաստաթղթերի իրականացման համատեքստում գերկարևոր եմ համարում այդ այցը։ Փաստաթղթերը ստորագրվեցին, հիմա ռեալ գործողություններ անելու ժամանակն է եւ համոզված եմ, որ այդ այցը հիմնականում այդ նպատակն ունի, որովհետեւ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելություն է ունենալու թե Բաքու եւ թե Երևան։ Մենք Թրամփի գրառումից տեղեկանում ենք, որ նաև Հայաստանի հետ կնքելու են խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր։ Այս միջուկային համաձայնագիրը ինչին է առնչվում, արդյոք ատոմակայանի հետ է կապված, թե ոչ։ Գիտեք, Թրամփի գրառումը երկու ասպեկտ ուներ, մեկը ուղղված էր Ադրբեջանին, որում ասվում էր, որ Ադրբեջանին վաճառվելու է որոշակի նավակներ եւ զինվորական հագուստներ, որոնք պաշտպանիչ հատկանիշներ ունեն։ Իսկ Հայաստանին ինչ էր առաջարկում։ Հայաստանի հետ ասում էր, որ ստորագրվելու է համաձայնագիր միջուկային համագործակցության առումով եւ կիսահաղորդիչների առումով։ Այսինքն Միացյալ Նահանգները իր հենակետը տեսնում է Հայաստանում եւ իր տարածաշրջանային գործունեությունը տեսնում է Հայաստանում, որովհետեւ միջուկային ծրագրերը ամեն երկրի հետ չի որ անում են եւ դա շատ երկարաժամկետ է, անկախ նրանից իշխանության Թրամփն է թե ոչ։ Եվ այդ առումով այո, միանշանակ է, որ ի նկատի ունի հենց մոդուլային ատոմակայանների ներդրումը, որը իմ կարծիքով եւ իմ համոզմամբ ու իմ ունեցած տեղեկություններով պիտի 4 մոդուլ լինի, յուրաքանչյուրը 100 մեգավատ հզորությամբ, 400 մեգավատ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենա էներգետիկայի եւ միջուկային էներգետիկայի նախարարություն այս ընտրություններից հետո եւ այդ նախարարությունը պիտի նախաձեռնի գործընթաց, որ ունենանք նաեւ ստաբիլ ատոմակայան մեծամորի տարածքում 600 մեգավատ, այսինքն Հայաստանը արտադրի 1000 մեգավատ էլեկտրոէներգիա միայն ատոմակայանով եւ վստահ եմ, որ դրա իրացման տեղը կա, առավել եւս արհեստական ինտելեկտի զարգացման այս դարում, առավել եւս տարածաշրջանում ճանապարհները բացվելու համատեքստում եւ սա միանշանակ Հայաստանի էներգետիկ համակարգը կդիվերսիֆիկացնի մեծ կախվածությունը Ռուսաստանի գազային եւ նավթային այդ մատակարարումներից կկրճատի, ինչը գերկարևոր է, ինչը Միացյալ Նահանգները հասկանում են։ Երկրորդ գերկարևորը, որ իսկապես ապագային է միտված, որը կարող է 10-15 տարում Հայաստանին ապահովել այնպիսի թռիչքային աճ, որ Հայաստանի բյուջեն ոչ թե կրկնապատկվի, այլ բազմապատկվի 20 եւ ավել անգամներ, դա կիսահաղորդիչների ոլորտն է։ Ես բազմաթիվ անգամներ կրկնել եմ, որ աշխարհում հիմա կա 5 երկիր, որը կիսահաղորդիչներ է արտադրում, եւ աշխարհում շատ երկրներ կան, որոնք ուզում են այդ անել, բայց այդ տեխնոլոգիաները չունեն։ Այդ երկրներն են Թայվանը, Կորեան, Ճապոնիան, Նիդերլանդները եւ Միացյալ Նահանգները։ Հիմա Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին տալ այդ տեխնոլոգիան եւ տալ այն սարքավորումները, որոնցով հնարավոր է կիսահաղորդիչներ արտադրել, եւ սա ամենա ուրախացնողն է ինձ։ Այս երկու ոլորտներն էլ, այսպես ասեմ,
մեր երկրի, մեր պետականության, մեր ինքնիշխանության, մեր փրկության հիմնական մեթոդներն են եւ ով ինչ ուզում է խոսք տա, որևէ մեկը սրանից ավելին չի կարող խոստանալ Հայաստանին։ Աշխարհի որևէ երկիր ավելի լուրջ առաջարկ չի կարող անել։ Պարոն Սարգսյան, նշվում է Հայաստանում ընդդիմադիր շրջանակների կողմից հատկապես, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը ռազմական բաղադրիչ ունի եւ սա քայլ է դեպի հայտնի 907 բանաձևը չեղարկելու հետ կապված։ Դուք նման միտումներ տեսնում եք։ Ոչը չեմ դիտում, ռազմական բաղադրիչ ունի միանշանակ, բայց այդ ռազմական բաղադրիչը պատահական չէր, որ ես նշեցի ինչում են, դրանք նավակներին են վերաբերվում։ Հայաստանը ծովային սահման չունի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը ում հետ ծովային սահման ունի? Իրանի, որ Իրանի հետ Միացյալ Նահանգները լարված հարաբերություններ ունի եւ առաջարկայում կարող է խնդիրներ առաջանալ եւ որ Ադրբեջանը այ այդ Իրանի հետ համատեքստում ավելի շատ Իսրայելի կողմնակիցն է, որն էլ Միացյալ Նահանգների գործընկերն է, եւ Ադրբեջանը այդ համատեքստում կարողանում է օգտվել Միացյալ Նահանգների սպառազինությունից, իսկ Միացյալ Նահանգներն էլ իսկապես օգնում է Ադրբեջանին նման սպառազինություն ձեռք բերելու առումով։ Մնացած առումով այն ինչ որ վաճառելու են Ադրբեջանին, Թրամփը ասաց, որ դա պաշտպանիչ բաճկոններ են եւ այլը զինվորական հակոստներ ժամանակակից շրջանի, բայց ես չեմ բացառի, որ Միացյալ Նահանգները նաեւ սպառազինություն վաճառի Ադրբեջանին, Հայաստանն էլ կարող է սպառազինություն գնել եւ այս առումով մեր նախընտրական ծրագրի հիմնական ու առաջնային կետը անվտանգության կետը հենց առաջի տողով ասելու է, որ մենք պիտի մեկ տարվա ժամկետում դուրս գանք համատեղ օդային պաշտպանության պայմանագրից Ռուսաստանի հետ կնքված, որովհետև եթե դու չունես օդային պաշտպանության համապատասխան սարքավորումներ, քո գնաց ցանկացած զենքերը 3-4 օրում դառնում են մետաղի ջարդון։ Իսկ մեզ հակաօդային պաշտպանության սպառազինություն ժամանակակից չեն վաճառի, քանի դեռ մենք ռուսների հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգում ենք։ Այս գերկարևոր է ու սա մեր նախընտրական ծրագրի հիմնական կետերից է։ Կներեք, որ այդ կետերը հիմա ներկայացնում եմ առիթից օգտվելով, ուղղակի այն ինչ մենք ժամանակին ասում ենք, դեռ չասած կան կուսակցություններ, որոնք իրենց ձևերով փորձում են այդ իրենց ստանելու այդ ամեն ինչը շուտ տալ Չինաստանի վրա։ Այսինքն Հայաստանի քաղաքական դաշտում կար ռուսական թեւ, որը ասում էր մեր խնդիրները պիտի լուծվի Ռուսաստանի հետ։ Կային բալանսավորողներ, որոնք իշխանությունն են ու ազգային ժողովում են, որոնք ասում են, հա Ռուսաստանի հետ պիտի լավ լինենք, բայց որոշակի առումով դիվերսիֆիկացնենք արևմուտքի հետ։ Հիմի հայտնվել է մի թեւ, որն ասում է, գիտեք ինչ, պետք է բալանսավորել, բայց արեք բալանսավորենք Չինաստանի հետ։ Մոռանալով, որ այդ Չինաստանն էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ խնդիր մկավ, Ֆրանսիան խնդիր մտցրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ պատերազմը դադարեցնելու առումով, այդ Չինաստանը վետո կիրառեց ու ամբողջությամբ սպասարկեց Ադրբեջանի շահը։ Մոռանալով, որ այդ Չինաստանը իր ֆինանսական կախվածությունը վերածում քաղաքական գործիքի, ինչպես Ռուսաստանն է անում։ Բոլորերից մի օր այդ պարտքի դիմաց գալիս է ասում է գույքը դուր։ Ու այդ Չինաստան տանողները նույն Ռուսաստանի ուղենշում են եւ ռուսական համատեքստում են եւ իրենց օրինակները Իվանիշվիլին ու Վրաստանն են։ Հետևաբար իրենք չեն կարող ոչ կիսահաղորդիչներ առաջարկել, ոչ էլ ատոմակայան առաջարկել։ Մնացած բաները պարզունակ ու պրիմիտիվ պոպուլիզմ են։ Ես այդպիսի պոպուլիստական առաջարկներ շատ եմ տեսել, իմիջիայլոց առաջարկողներն ավելի լուրջ են եղել։ Պարոն Սարգսյան, Վենսի այցը ինչ հարց է լուծելու, դա այս ինչ նշված է Թրամփի գրառման մեջ դրա համար է, թե կարող ենք նաև այլ բան սպասել, օրինակ թրիփի հետ կապված։ Միանշանակ թրիփը այդտեղ կապ ունենալու է, այդ ամեն ինչը իմ կարծիքով կախված է նրանից, թե Իրանի հետ զարգացումները այս շրջանում պատերազմական բնույթ կունենան, թե ոչ։ Եթե պատերազմական բնույթ ունենան ու ձգձգվի, իրավիճակը լարվի, շատ հնարավոր է, որ նաև ԱՄՆ փոխնախագահը չկա զուտ անվտանգությունից ելնելով։
կամ գա, բայց Սյունիք չգնա։ Իսկ եթե պատերազմական գործողություններ չլինեն, ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելելու է Սյունիք եւ Թրամփի ուղու հետ կապված հիմնադրման արարողություն է արվելու, այսինքն կապսուլի տեսքով հայ-ամերիկյան համաձայնությունը այդ ճանապարհի ինչ որ հատվածում բետոնացվելու է եւ հուշատախտակ է դրվելու։ Եվ թրիպի հետ կապված հստակեցումները արդյոք տվեց հանրությանը մտահոգող հարցերի պատասխանը, թե ոչ, մասնավորապես ինքնիշխանության հետ կապված, տեղում հայ սահմանապաների, մաքսավորների արկայության հետ կապված, հայ սահմանապայքան ընդհանրապես Հայաստանի իշխանության ներկայացուցչի, այդ ոլորտի իշխանության ներկայացուցչի վերջնական խոսքը լինի սահմանը հատելիս, հա, դրանք հստակեցվեցին վերջին պայմանավորվածություններով Միրզոյան Ռուբիո, թե ոչ, որովհետև էլի ինդիմադիրներն ասում են, որ սա միջանցք է։ Գիտեք ինչ, ովքեր ուզում են այդ ամեն ինչում դրական բան տեսնել, իրենք տեսնում են, իսկ ովքեր չեն ուզում, իրենք ամեն ինչում ինչ որ բան են ման գալիս, որում կասկած են հայտնում, եւ այդ մարդկանց կոնկրետ ընդդիմադիրների տեսակետը փոխել հնարավոր չի, որովհետեւ այն արգումենտները, ինչը Թրամփի ուղու հետ կապված կա, հենց ստորագրված փաստաթղթի երրորդ կետը ամբողջությամբ ասում է, որ դա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչման, Հայաստանի գործող օրենքների շրջանակում է։ Ինչ վերաբերվում է մաքսային եւ այլ խնդիրներին, բնականաբար մենք ու Ադրբեջանը նոր ենք պատերազմն ավարտել եւ հանրային մակարդակում եւ մարդկային մակարդակում վերքերը թարմ են եւ մարդկային շփումների առումով տարբեր մարդիկ տարբեր էմոցիոնալ վիճակներ ունեն եւ կարող են ընդհարումներ առաջանալ եւ այս առումով front of back of office-ները ոչ միայն կարևոր են, այլև շատ անհրաժեշտ են։ Շատ անհրաժեշտ է։ Այստեղ պիտի նայել նաև հետևյալ բանը, որ ամեն ինչ տեղի է ունենալու հայելային առումով։ Եթե ադրբեջանցիները Հայաստանով գալու են գնալու են Նախիջևան, նույն կերպ էլ իրենք պիտի թույլ տան, որ հայերը Նախիջևանով գնան երասխով դուրս գան։ Բարեբախտաբար այդ մասին Իլհամ Ալիևը նաև խոսում է, ասում է, որ այդ ճանապարհը նաև Հայաստանը կապելու է Ադրբեջանի միջոցով Մոսկվային, Հայաստանը կապելու է նաև Իրանին, այսինքն ինքն ասում է, որ դա միջին միջանցք է, դա միայն ճանապարհ չի, դա աշխարհաքաղաքական ճանապարհ է, որը կենտրոնական Ասիան կապելու է Եվրոպային եւ այդ ճանապարհով հետաքրքրված է եղել Միացյալ Նահանգները, մյուս գերտերությունը Չինաստանը, այդ ճանապարհով հետաքրքրված է Ռուսաստանը, որտեղ տրանսսիբիրյան մագիստրալը փակ է եւ այդ ուղին բացվելու պարագայում ինքը ընդհանրապես խաղից դուրս շրջանցման մեջ է լինելու։ Այդ միջին միջանցքը շրջանցելու է երկու պետություն պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը եւ պատժամիջոցների տակ գտնվող Իրանը։ Եվ այս համատեքստում մտածել, որ այդ միջին միջանցքում կարող է մասնակցություն ունենալ Չինաստանը, այս մեղմ ասած մանկամտություն է, թող ինձ ներեն։ Այս քաղաքական անգրագիտությունը Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, նա ասում է սա հնարավորություն է իրանցիներին, ռուսներին։ Ճիշտ է ասում, եւ թե Իրանը, թե Ռուսաստանը եւ թե Չինաստանը կարող են օգտվել այդ ճանապարհից։ Ես էլ եմ դա ասում, բայց ճանապարհից օգտվելը այլ խնդիր է։ Այդ ճանապարհի մեջ մասնաբաժին ունենալ, ներդրում ունենալ եւ ճանապարհի վրա ազդեցություն ունենալը ուրիշ բան է։ Վերջին շրջանում տեսակ Իրանը որոշակիորեն կոշտացրեց իր դիրքորոշումները, Ռուսաստանից էլ որոշակի մեկնաբանություններ եկան, անգամ Թուրքիան ինչ-որ առումով կոշտ տեսակետներ սկսեց ասել, բայց հետո մեղմեցին ու այդ ամեն ինչը ես մեկնաբանել եմ թե ինչու։ Որովհետև այդ ճանապարհի ամերիկյան բաժնեմասի մասում հիմնական ներդրողը Քուշներն է, ով Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի փեսան է եւ ով ազդեցությամբ հրեա է եւ մեծ ազդեցություն ունի հրեահամայնքում ու բնականաբար հրեայի ներկայությունը կամ հրեայի կապիտալը այդ միջին միջանցքում դուրս չեկավ Իրանին, դուրս չեկավ Ռուսաստանին, դուրս չեկավ Թուրքիային եւ իրանք որոշակի առումով կոշտացրեցին։ Բայց մեկ-երկու բացատրությունից հետո հավանաբար Միացյալ Նահանգներից որոշակի մակարդակով որ իրենց արեցին, իրենք հանգիստ շարունակեցին իրենց տեղում մնալ։
Այսինքն այդ ճանապարհից իհարկե կարող են օգտվել եւ դա ձեռնատու է որ օգտվեն։ Կարևոր է, որ միջին միջանցքը կենտրոնական Ասիան կապի Եվրոպային։ Շատ լավ կլինի, որ Չինաստանն էլ այդ ճանապարհից օգտվի ու բեռնափոխադրումների քանակն ավելանա։ Շատ լավ կլինի, որ Իրանն էլ այդ ճանապարհից օգտվի եւ բեռնափոխադրումների քանակն ավելանա։ Առավել եւս, որ Իրանի այդ հատվածում երկաթգիծ չկա, Թուրքիայի այդ հատվածում երկաթգիծ չկա, իսկ Ադրբեջան, Հայաստան ու մինչև Ախուրյան Թուրքիայի այդ հատվածում երկաթգիծը կա, այն կարող է գործել, այն վերանորոգման ու արդիականացման խնդիր ունի։ Այն դեպքում, որ նորը կառուցելը առնվազն 10-15 տարվա ժամանակ է պահանջում եւ բավականին մեծ ներդրումներ։ Հետևաբար այս ճանապարհը գործելու է եւ ես համոզված եմ, որ ինչ որ առումով այո, Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ այդ ճանապարհից օգտվելու են եւ բարդ տիրոջ որ այդ այդպես է լինելու։ Պարզապես որ այդ front office-ի, back office-ի արկայությունը կա, սա արդյոք չի նշանակում, որ այնուհանդերձ Ալիևի հայտարարությունը իրականություն դարձավ, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիս հայերի երես չեն տեսնելու։ Իսկ ինչ կա այդտեղ, որ որի առումով պետք է մտածել, ասենք չեն տեսնելու։ Իսկ եթե տեսնեին ու իրար ծեծեին ու հետո պատմություն դառնար նորից պատերազմ դառնար, Ու դրա համար եմ ասում, որ կա ինչ-որ ժամանակահատված, որ ներքին մարդկային առումով մեր շփումները կախված մարդու էմոցիաներից, կախված այդ պատերազմում ունեցած կորուստից, ուղիղ ադրբեջանցու հետ շփումը կարող էր այդ սահմանին վեճ ու պատերազմ դառնալ, մարդիկ սպանվեին ու նոր կռիվ սկսել։ Այս պարագայում խնդրի լուծման, որպեսզի նորանոր ինչ-որ ընդհարումներ չլինեն, կամ նորանոր լարվածություն չառաջանա, կամ ճանապարհներ չփակվեն, երկու տարբերակ կա։ Մաքսիմալ ավտոմատացում, ինչը Միացյալ Նահանգներն առաջարկում է ու տրամադրելու է Հայաստանին, ինչի մասին Հայաստանի իշխանություններն էլ խոսել են, կարծեմ վերջերս մի շաբաթ առաջ, որ ամենաժամանակակից տեխնիկան է դրվելու, որ անձնագրերով ճանաչելու է։ Եթե որևէ խախտում կա, այդ խախտման դեպքում միանշանակ հայ թե մաքսավորները, թե սահմանապահները տեղ են հասնել։ Այդ պայմանավորվածությունն էլ կա, այդ հստակ երևում է, այդ երևում է նաև ստորագրված փաստաթղթից։ Ինչ վերաբերվում է նրան, որ front office-ում մենք պիտի ունենանք մաքսային ծառայություն կատարող որևէ արտերկրյա ընկերություն, այդ մասին ես դեռ 2 տարի առաջ եմ խոսել։ Խոսում եմ, որ այդ կարող են լինել ֆիններ, կարող են լինել սկանդինավներ, սկանդինավյան երկրներից որևէ մեկը։ Ես նույնիսկ ժամանակին կարող եմ բացել, ասել, որ վարչապետին առաջարկել եմ, որ Հայաստանի ամբողջ մաքսային ծառայությունը, ամբողջությամբ սահմանային մաքսային ծառայությունը տա ֆրանսիական որևէ ընկերության։ Զվարթնոցով եւ այլնով, որ հետո երբ որ խնդիրը կհասնի մեղրին, ինքն ասի արդեն ունենք։ Էլ ուրիշ նորը որևէ ռուսականը պետք չի։ Մենք ունենք ծառայություն, որն իրեն արդարացնում է կոռուպցիայի դեմ հրաշալի պայքարում է, թող իրենք էլ շարունակեն։ Այդ այն ժամանակներն էր, որ պարտադրում էին, ասում էին, չէ, պիտի ռուսականը լինի։ Այ նույնիսկ այդ ժամանակներ, այսինքն 2020 թվականի 44-օրյա պատերազմից ենթադրենք մի ամիս ու կես հետո նման առաջարկություն ես արել եմ։ Հետևաբար ես այդ լուծում եմ տեսնում։ Ես ոչ թե այդտեղ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում եմ տեսնում։ Ես տեսնում եմ հետագա պատերազմներից խուսափելու, հանրային մակարդակում խնդիրները լուծելու, այդ ճանապարհը ճիշտ աշխատեցնելու եւ այդ ճանապարհից շատ մեծ օգուտներ ստանալու մեջ։ Գնեք, եթե դա ինքնիշխանության ոտնահարում չէ, ինչ է, այսինքն մենք ադրբեջանցիներին ինչ ուղերձենք հղում իշխանություններն ավելի ճիշտ, որ մենք գիտենք դուք համակեցության կանոններին չեք տիրապետում, բայց քանի որ մեր տարածքով ձեր անցնելը անհրաժեշտություն է, արեք մենք մի կողմ քաշվենք, դուք արեք անցեք, միայն թե չհանդիպենք եւ կոնֆլիկտ չլինի։ Այսինքն ադրբեջանցիներից էլ պետքա չէ ջանքեր ակնկալել այս խաղաղության շրջանակներում։ Իմասը արդյոք հայկական կողմի զիջում չէ։ Ես նորից նույն բանը պիտի կրկնեմ, դուք կարող եք այդ զիջում համարել։ Ես դա զիջում չեմ համարում։ Ես համարում եմ դա ուղին իրապես շահագործելու միակ եւ շատ կարեւոր միջոց։ Ավելին, մենք նույն բանը պիտի պահանջենք Ադրբեջանից ոչ թե Հայաստան մտնելուց, այլև հայկական
երկաթգիծը Ադրբեջանի տարածքով անցնելուց։ Այսինքն նույն կերպ էլ իրենք պիտի վարվեն։ Նույն կերպ իրենք պիտի վարվեն։ Իրենք հայ մեքենավարները ադրբեջանցու չպիտի տեսնեն։ Իրենց անձնագրերը պիտի ստուգվեն ժամանակակից սարքավորումներով։ Բայց մեզ նման բան ոչ մեկ չի խոստացել։ Գիտեք, եթե նայում եք փետրվարի 8-ի, օգոստոսի 8-ի հայտարարագրին, այնտեղ գրված է Հայաստանի մասով անխոչնդոտ անցում, Ադրբեջանի մասով գրված է հայելային, հավասարազորության սկզբունքով։ Փոխադարձ առավելություններով։ Ինչպես? Փոխադարձ առավելություններով ձևակերպ։ Շատ շնորհակալություն ձևակերպումը ճիշտ հիշեցնելու համար, Նարեկ ջան։ Փոխադարձ առավելություններով։ Այսինքն, ինչ է նշանակում փոխադարձ առավելությունները, որ այդ էլ ինձ բացատրեք, Նարեկ ջան, ամեն ինչ կընկնի տեղը։ Ես կարծում եմ, որ այդ պիտի լինի փոխադարձ առավելություններով։ Ես կարծում եմ, որ այո, քանի որ կա լարվածություն, քանի որ կա սահմանին ընդհարումների ռիսկ ու վտանգ, եւ ընդհանրապես աշխարհն անցնում է թվային տեխնոլոգիաների, շատ լավ է, որ այդ մարդիկ եւ որևէ հայ չի երազում, որ այդ սահմանին ադրբեջանցու ստուգի, այդ մարդիկ իրենց անձնագրերը դնեն ինչ-որ մեքենայի, մեքենան այդ մարդու անձնագիրը ստուգի ու եթե որևէ խոչընդոտ չկա, այդ մարդն անցնի։ Իսկ եթե կա խոչընդոտ, այդ դեպքում հայաստանյան մաքսային ծառայությունները եւ սահմանապահ ծառայությունները իրենց գործառույթները ամբողջությամբ կատարելու։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ճանապարհը ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո է։ Այդ ճանապարհի ֆրոնտ օֆիսում արվող ծառայությունը կարող է անել միջազգային որևէ կառույց պատվիրակված, այնպես ինչպես այսօր ասենք հայկական երկաթուղիները պատվիրակված սպասարկում են հարավկովկասյան երկաթուղիները։ Իսկ այդ դեպքում մի հատ հարց է առաջանում. Հայաստանի ինքնիշխանությունը չի ոտնահարվել, կամ այն մարդիկ, ովքեր ասում են, վայ, ոտնահարվեց Հայաստանի ինքնիշխանությունը, ֆրոնտ օֆիս կա, այդ ժամանակ ինչի՞ց այն չէին անում։ Կամ երբ որ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ձեռնարկությունը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը այսօր, չգիտեմ, երրորդն է խոշոր հարկատուների ցանկում, երրորդն է։ Այդ ընկերությունը, երբ որ տրվում էր, վաճառվում էր Ռուսաստանին, այդ ժամանակ որևէ մեկը չէր ասում, այս մեր բյուջեի հիմնական մուտք բերողն է։ Երբ որ բազմաթիվ են այդ դեպքերը, այսինքն այս ինչ է նշանակում։ Երբ որ 100% տրվել են, ոչ մի ձայն չի արվել, երբ որ ֆրոնտ օֆիս ու բեք օֆիս է, ամեն ինչ որոշվում է բեք օֆիսում, գումարների մուծումը, ճանապարհային ծախսերի վճարումը, տրանզիտային վճարումները, այս պարագայում ասում են, վայ, Հայաստանի իշխանությունները զիջեցին։ Պատերազմում հաղթեինք, ոչ մի բան էլ չէինք զիջի։ Պատերազմում չենք հաղթել։ Ինչի չենք հաղթել, ինչու չենք հաղթել։ Այս հարցը բազմաթիվ պատասխաններ ունի։ Ու այդ պատասխանը այնպես չի, որ մենակ այս իշխանությունն էր մեղավոր, դրա համար պարտվեցինք։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի Դավոս այցը արդյոք հարցեր չառաջացրեց, նախ այն, որ պաշտոնապես հայտարարվեց, որ տնտեսական ֆորումին չի մասնակցելու, հետո անակնկալ կերպով իմացանք, որ գնալու է միանա Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման միջոցառմանը։ Նախ ես կարծում եմ, որ անկախ նրանից Թրամփը գալու էր թե չէ, Դավոսի միջոցառումներին Հայաստանի իշխանությունները պիտի մասնակցեն։ Դա բիզնես շփումների, բանկային համակարգի, ֆինանսական համակարգի, աշխարհում տեղի ունեցող զարգացումների եւ պրոցեսների տիրապետելու, իմանալու, տեղեկատվություն ստանալու լավագույն հարթակն է։ Դավոսին կարող են չմասնակցել, ասենք խոշոր պետությունները, եվրոպական, ասենք Ֆրանսիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, բայց մեր նման պետությունները, Հայաստան, Ադրբեջան եւ այլն, որոնք տրանսֆորմացիայի փուլում են, որոնք սովետական այդ համակարգերից դեռ չեն անցել, իրենք պարտադիր պիտի մասնակցեին։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը չմասնակցեր, ես քննադատելու եմ, որ ինչի չի մասնակցում, որովհետեւ այն ինչ կարելի է քաղել Դավոսում այդ հանդիպումների ժամանակ, ի նկատի ունեմ գիտելիք ու փորձ,
ուրիշ տեղերում այդ 1-2 օրում չես քաղի։ Երկրորդ շատ լավ էր, որ գնաց, իսկ գնաց իմ կարծիքով հենց դեր նշած պատճառով, որ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ինքը այդտեղ խաղաղության խորհուրդ է ստեղծում եւ հրավիրում է Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ հրավիրեց նաեւ Ադրբեջանին ու այսօր շատ լուրջ հարց կլիներ ու ստիպված կլինեի մի 10 րոպե այդ հարցին պատասխանել, թե ինչի Նիկոլ Փաշինյանը չգնաց, իսկ Ալիևը գնաց։ Ճիշտ արեց, որ գնաց, որովհետեւ այդ համատեքստում առավել եւս օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո թե Ալիևը, թե Նիկոլ Փաշինյանը պետք է այդտեղ գնան, պետք է փորձեն Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունները պահել, որովհետեւ երկուսն էլ բացի խաղաղության համաձայնագիրը երկկողմ փաստաթղթեր ունեն եւ մաքսիմալ ուզում են դրանից օգտվեն։ Բոլոր առումներով այդ Դավոսյան հանդիպումը համարում եմ դրական, բոլոր առումներով, Նիկոլ ինչքան շատ Փաշինյանի հետ հանդիպում չեղավ երկկողմ։ Այո, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեղավ երկկողմ, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը թերադասվեց, Ալիևի հետ երկկողմ հանդիպում եղավ մի պարզ պատճառով։ Եվ այն քաղաքական գործիչներով այդ արգումենտը բերում են, որ տեսեք Ալիևի հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանին չհանդիպեց, իրենք շատ լավ տեղյակ են, որ Միացյալ Նահանգների նավերը հասել են Պարսից ծոցի ափեր եւ որ առաջիկա օրերին համաշխարհային մամուլը խոսում է նոր պատերազմի մասին եւ որ այդ համատեքստում Ադրբեջանը Իրանի համար թիրախ է եւ որ այդ համատեքստում Ադրբեջանը Իսրայելի գործընկերն է, ով էլ Միացյալ Նահանգների գործընկերն է եւ այս համատեքստում է որ Իլհամ Ալիևը խոսել է դրա համար էլ Իլհամ Ալիևին հանդիպել է եւ այդ համատեքստում է որ Թրամփն էլ Իլհամ Ալիևին նավակներ է խոստացել այդ նավակները հաստատ մեր դեմ չեն։ Եվ պարոն Սարգսյան, այդ խորհրդին միանալը ինչ է տալիս Հայաստանին, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը ունեցավ Թրամփի հետ իրեն աչքով անելու տեսարանով լուսանկար, Թրամփը եւս մեկ անգամ ներկայացավ խաղաղասեր եւ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայությունը այնտեղ ներկայացրեց իր ձեռքբերումներից մեկը։ Հայաստանը ինչ է քաղելու այդ խորհրդից։ Եթե դուք համարում եք, որ աչքով անելու լուսանկարը ձեռքբերում է եւ Նիկոլ Դե Փաշինյանը քննադատները շատ ոգևորված տարածեցին, ըստ այդմ եմ ասում, որ իրենց համար ձեռքբերում է դա։ Գիտեք, դե յուրաքանչյուր կուսակցություն իր լիդերի ամեն քայլի մեջ փորձում է հաջողություն տեսնել։ Ես չեմ կարծում, որ այդ աչքով անելը ինչ որ քաղաքական դիվիդենդ է կամ քաղաքական թեմա է, որը արդյունքներ է բերելու, բայց այդտեղի մասնակցությունը հետեւյալ համատեքստ ունի։ ՄԱԿ-ը որպես կառույց ինքը դարձել է ոչ գործունյա։ ՄԱԿ-ի բանաձևերը չեն գործում, ՄԱԿ-ի օրենքները խախտում են ոչ միայն մեծ երկրները, այլև փոքրերը, ովքեր ոնց ուզում են։ Պիտի ասեմ, որ այդ բանաձևերը առաջինը խախտելը սկսել է Ռուսաստանը 2008 թվականին Վրաստանում եւ այդ ժամանակվա նախագահ Օբաման եթե պինդ քայլեր աներ, ապա այս աշխարհակարգը չէր փլվի։ Հետո արդեն 2014 թվականին, հետո արդեն Միացյալ Նահանգները սկսեց այդ խախտել եւ այսպես շարունակ, այսինքն Բաքու օրենքները չեն գործում։ Ֆրանկը փորձում է մի կառույց ձևավորել, որը կփորձի գոնե պատերազմական խնդիրները լուծել, որտեղ ինքը համարում է, որ ինքը 8 երկրներում պատերազմը դադարեցրել է։ Այդպես չի քաղաքագետների խնդիր է, ես քաղաքագետ չեմ եւ արտաքին քաղաքական ուղղություններում մասնագետ չեմ, բայց դա կառույց է, որը այն բացը ինչը կա ու այն անվստահությունը ինչը կա ՄԱԿ-ում, փորձում է լրացնել։ Հայաստանը պիտի մասնակցեր դրան, թե չմասնակցեր, պիտի մասնակցեր իմ կարծիքով։ Ես համարում եմ, որ ճիշտ էր մասնակցելը, չմասնակցելը սխալ կլիներ։ Հայաստանը կարող է այդ կառույցում որոշակի բաների վրա ազդել, Հայաստանը չի կարող ազդել, բայց Հայաստանը մշտապես կարող է իր մասին հիշեցնել եւ այս տարածաշրջանում որևէ տեղաշարժ այդ հարթակում ինքը կարող է բարձրացնել, ինչը իմ կարծիքով դրական է։ ՄԱԿ-ի գործունեությունը կվերականգնվի շատ լավ, մենք այնտեղ ներկայացուցիչ ունենք, այնտեղ էլ կաշխատենք, չի վերականգնվի, սա կդառնա ավելի ակտիվ, բարեբախտաբար այստեղ մենք գնացել ենք, փաստաթուղթ ենք ստորագրել ու շատ ճիշտ ենք արել, ովքեր քննադատում են իրենք ինչ գնալու էին չստորագրեին,
ու ինչ էր լինելու։ Հաջորդ շարունակությունը ինչ էր լինելու։ Չէինք գնալու, չէինք ստորագրելու, օգոստոսի 9-ը փոխելու ենք նոյեմբերի, օգոստոսի 8-ը փոխելու ենք նոյեմբերի 9-ով։ Այս է առաջարկած, ու արդյունքում ինչ էինք ունենալու։ Ոչ Տրամպի ուղի, ոչ բան, հարավկովկասյան երկաթուղիներ էինք ունենալու 40 կմ/ժ շարժվող արագությամբ։ Ոչ գործարաններ, ոչ նոր ատոմակայան։ Քանի տարի է Թուրքիայում Ռուսաստանը ատոմակայան է կառուցում, վերջացրել է, թե չէ։ Էն էլ Թուրքիայի նման երկրում, որ 90 միլիոնանոց բնակչություն ունի ու շուկան էլ մեծ է։ Իսկ այն հեքիաթները, ովքեր Ռուսաստանի հետ կապելով ուզում են Հայաստանում նորից քվեներ հավաքեն, դրանք Գյուլնաստատու հեքիաթներից էլ մի կողմ մի բան ավել է։ Միանշանակ այդ ուղղությանը պիտի ոչ ասել եւ մեր քաղաքական ուզը այս քարոզարշավում ամեն նման կրակոցի միանգամից պատասխանելու է շատ կոշտ։ Եվ պարոն Սարգսյան, դուք արդեն հստակեցրել եք մի առանձին եք մասնակցելու, թե կոալիցիայով եք մասնակցելու, դաշինքով եք մասնակցելու։ Մենք այս փուլում որոշում ունենք, որ միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին։ Մենք արդեն շտաբ ենք ձևավորել, մենք առաջիկայում նաև տեղերում շտաբներ կձևավորենք, տեղային շտաբի պատասխանատուներ կնշանակենք, Երևան քաղաքի ընդհանուր, մարզային ընդհանուր տեղային պատասխանատուներ կնշանակենք։ Մենք տեղերի համատեքստում ամբողջությամբ աշխատում ենք։ Քաղաքական զարգացումները ցույց կտան ընդհանուր առմամբ քաղաքական դաշտը ինչպես է դասավորվում եւ ինչ համաչափություններ կան, այս փուլում մենք գնում ենք միայնակ։ Այլ որոշում դեռ չունենք, վերջնական ինչ որոշում կունենանք, այդ կհայտարարենք համագումարում։ Այս ոչ թե ասում եմ ինտրիգ պահելու համար, այս բացարձակ անկեղծ եմ ասում, որովհետեւ քաղաքական դաշտում բազմաթիվ անորոշություններ կան, զարգացումներ առավել եւս ռուսական համատեքստում այդ ուժերի մասնակցության, այդ ուժերի համադրելու եւ նաեւ արևմտյան դաշտում, եթե նայում ենք, արևմտյան քվեները բաժանվում են հիմնականում մեր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ, այս համատեքստում պիտի նայվի այն ձև, որ ոչ թե իրարից քվեներ տարվի, այլ այն քվեները, որոնք ինչ որ առումով դժգոհ են իշխանություններից, բայց արևմտյան հայացք դեպի արևմուտք հայացքներ ունեն, կամ ավելի ռադիկալ արևմտյան հայացքների կրող են եւ գտնում են ինչպես մենք, որ պիտի դուրս գալ հակաօդային պաշտպանության պայմանագրից, պիտի դուրս գալ հապկից, պիտի ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ մտնել եվրոպական շուկա, այս մարդիկ կգան ու կվեն տան մեզ։ Մեր շփումները շատ լայն են ու մեծ են եւ այդ շփումների համատեքստում հիմա ինչը մենք անում ենք մարզերով եւ գյուղերով, մենք ինքներս էլ ընդհանուր հայտարարի կգանք, հասկանալով, թե մեր ընտրողն ինչ է ուզում։ Պարոն Սարգսյան, այդ քվեները տան ձեզ, որ էլի գնաք ԿՊ-ի հետ համագործակցեք, ինչպես օրինակ Երևանի պարագայում եղավ։ Գիտեք ինչ, միանշանակ է, որ մենք չենք համագործակցելու ռուսական ուժերի հետ եւ դրանց եւ իրենց դեմ ամենակոշտ ընդդիմությունն ենք լինելու։ Այսինքն ռուսական ուժերի հետ համագործակցությունը անտրամաբանական է։ Եթե կա առաջանա խնդիր, որ կոալիցիա պիտի կազմվի, որպեսզի նոր կառավարություն ձևավորվի ու այդտեղ լինեն ռուսամետներ եւ բալանսավորողներ, բնականաբար բալանսավորողների հետ որոշակի ընդհանրություններ ունենք, իսկ ռուսամետների հետ որևէ ընդհանրություն չունենք։ Բայց այդ հարցին ես կարող եմ պատասխանել այն դեպքում, երբ ընտրություններն արդեն եղել են, քվեարկությունը ավարտվել է, կա համապատասխան չափով խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցանկը եւ այդ համատեքստում կարելի է խոսել արդեն կոալիցիայի մասին։ Մեկ կոալիցիա կազմենք գաղափարական ուժերի հետ եւ մեր կոալիցիա կազմելը որոշակի նախապայման ունի նաեւ մենք գտնում ենք, որ մենք պիտի կարողանանք մեր տված խոստումները կատարել, իսկ դրանք կատարելու համար որոշակի նաեւ կառավարման լծակներ են մեզ պետք։ Միայն պատգամավոր լինելը բավարար չի, որ մենք մեր ընտրողին տված խոստումները կատարենք, հետեւաբար մեր կոալիցիան գործընկերը պիտի համաձայնվի մեր հետ որոշակի իշխանություն կիսել։ Իհարկե մենք նոր ուղղություններ ենք ասելու, որոնք անհրաժեշտ են, մասնավորապես ասենք էներգետիկայի եւ միջուկային էներգիայի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն եւ
ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն, Սփյուռքի եւ մշակույթի նախարարություն, մենք ուզում ենք, որ Սփյուռքն էլ դառնա նախարարություն, մենք ուզում ենք փոխվարչապետի ինստիտուտ Արևմուտքի եւ Եվրոպայի հետ համագործակցության առումով։ Այս թեմաներ են, որոնք հնարավոր է քննարկել միայն ընտրություններից հետո ընտրությունների արդյունքները հաշվի առնելով։ Եվ այս համատեքստում ինչքան մեզ ավելի շատ կվետան, այնքան մեր ամբիցիաներն ավելի բարձր կլինի ու այնքան մեր ազդեցությունը մեծ կլինի։ Եվ դուք արդեն որոշել եք ով է լինելու վարչապետի թեկնածուն, դուք թե այլ մարդ։ Նախ չենք որոշել, բայց ես կարծում եմ, որ որոշելու խնդիր էլ չկա, որտեղ մեր կուսակցությունում այդ առումով վաղուց որոշված է եւ այդ թեման ձևական է դրվելու քննարկման, միանշանակ կլինեմ ես վարչապետի թեկնածուն եւ կարծում եմ, որ դա օրինաչափ է, այդ մեծամտություն չհամարեք ու այնպես չի, որ ես երազում եմ վարչապետի թեկնածու լինել այդ համատեքստում եւ ես ուզում եմ, որ մեր երկրի խորհրդարանում արևմտյան արժեքներ, ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժ ներկա լինի, որ չլինեն միայն ռուսամետներ եւ բալանսավորողներ։ Ես համարում եմ, որ այդ համատեքստում մեր մասնակցությունը ոչ միայն օգտակար է մեզ, օգտակար է նաև երկրին, պետությանը ու նոր ձևավորված օգտակար կլինի նաև նոր ձևավորվող իշխանությանը, ինչ-ինչ քայլեր անելու առումով։ Եվ վերջում շատ կարճ պարոն Սարգսյան, Կարապետյանների առաջարկած մոդելը ինչպես կմեկնաբանեք։ Նրանք ասում են ղեկավարելու է երկիրը Սամվել Կարապետյանը, բայց վարչապետը լինելու է թղթերով այլ մարդ։ Սա ինչպես է ընկալվելու քաղաքական դաշտում ընդհանրապես ընտրողների մոտ։ Իրենք իրենց նախանշած մոդելը դա Իվանիշվիլի մոդելն է, Վրաստանի մոդելն է, իսկ Իվանիշվիլին էլ կառավարում են Ռուսաստանից, այսինքն իրենք վատ մոդել են ընտրել, ինչքան էլ Չինաստանից խոսեն, մարդիկ հասկանում են, որ իրենք Ռուսաստանի պրոքսի են։ Կարապետյանները այլ տարբերակ չունեն, որտեղ Սամվել Կարապետյանի հովանավորության տակ գտնվող որևէ քաղաքական ուժի հետ ոչ ԱՄՆ, ոչ Եվրոպան չի համագործակցելու։ Ասեմ ինչու, որտեղ Սամվել Կարապետյան անձը գտնվում է պատժամիջոցների տակ Միացյալ Նահանգներում Գազպրոմի հետ աֆիլիացված կազմակերպություն լինելու պատճառով եւ նաեւ Եվրոպայում է գտնվում որոշակի առումով ոչ ցանկալի անձանց ցանկում էլի Գազպրոմի հետ ինչ որ առանձնատան կամ առանձնատունը իր անունով ձևակերպելու իրականում այդ առանձնատունը ըստ եվրոպական իրավաբանների Գազպրոմին է։ Այսինքն մարդը արգելանքների տակ է եւ այդ մարդը գալիս դառնում է Հայաստանում իշխանություն եւ իր հետ աշխատելու է միայն Ռուսաստանը։ Իսկ դեռ Ռուսաստանը Հայաստանում ոնց է աշխատում, մենք էլ տեսել ենք թե Պեոմարսի օրինակով, թե Մերգելյան ինստիտուտի առումով, թե հայկական երկաթուղիների առումով, թե հեծի առումով, թե Գազպրոմի առումով, այս ամեն ինչում մենք տեսել ենք, հետեւաբար ես կարծում եմ, որ այն ինչ որ իրենք առաջարկում են այդ ռուսական մոդելը չինական մոդելով փոխելու իրականում այդ չինական էլ չի, էլի նույն ռուսականն է եւ այդ մոդելը ընդհանրապես աշխատող չէ։ Մնացածը պրիմիտիվ պոպուլիզմ է։ Պրիմիտիվ, անթույլատրելի պոպուլիզմ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ ջան։